Ուրեմն հարգելի իմ դիտորդ, իմ էջում շարունակվում է կենդանակերպի 12 նշանների համար արված դիցաբանական միֆոլոգիայի թեման եւ այսօր ուզում եմ խոսել աջեղջյուրի մասին, որպեսզի մենք հասկանանք աջեղջյուր կենդանակերպի նշանը ինչ գործ ունի հողի եւ Սատուրնի հետ, մենք պետք է ուրեմն իրենց կապը նայենք, Ինչու է այծաձուկը կամ աջեղջյուրը պատկանում հողի տարերքին։ Չնայած աջեղջյուրն ունի ձկան պոչ եւ իր միֆերում հաճախ է առնչվում ջրին, Նեղոս գետ, Օվկիանոս, Բաբելոնյան Աստված, այն համարվում է հողի նշան։ Սա ունի խորհրդանշական բացատրություն։ Ջրից դեպի հաստատուն հող, ուրեմն միֆերում այծաձուկը դուրս է գալիս ջրի խորքերից, անգիտակցականից, էմոցիաներից, քաոսից եւ սկսում է մագլցել դեպի քարքարոտ լեռների գագաթները։ Սա խորհրդանշում է մարդու էվոլյուցիան, զգացմունքները կառավարելու եւ երկրային նյութական աշխարհում հաջողության հասնելու ունակությունը։ Լեռնային այծի տոկունությունը, հողի տարերքը, աջեղջյուրներին տալիս է պրակտիկ միտք, կայունություն եւ համբերություն։ Ինչպես լեռնային այծը, նա քայլ առ քայլ, դանդաղ, բայց վստահ բարձրանում է դեպի իր նպատակը։ Կապը Սատուրն Կրոնոս մոլորակի հետ, աջեղջյուրի կառավարիչ մոլորակը Սատուրն է, որը հին հունական դիցաբանության մեջ Կրոնոսն էր, ժամանակի տիտանը։ Այս կապը նշանին տալիս է հիմնական բնավորության գծերը։ Ուրեմն ժամանակի հանդեպ իշխանությունը Կրոնոսը խորհրդանշում է ժամանակը, որը հնարավոր չէ կանգնեցնել, այդ պատճառով էլ աջեղջյուրները հարգում են իրենց ժամանակը, ունեն բարձր կարգապահություն եւ հասկանում են, որ արժեքավոր ամեն ինչ պահանջում է երկարատև աշխատանք։ Սահմանափակումներ եւ օրենքներ։ Սատուրնը համարվում է դաժան ուսուցիչ։ Նա սիրում է կանոններ, պատասխանատվություն եւ փորձություններ։ Աջեղջյուրի կյանքը միֆական աստվածների նման հաճախ լի է լինում դժվարություններով, բայց Սատուրնը նրանց տալիս է ուժ եւ այդ ամենը հաղթահարելու եւ իմաստանալու համար։ Կարմա եւ արդարություն։ Կրոնոսը նաեւ հունձի երկրագործության աստվածն է։ Նա պատկերվում է մանգաղով։ Սա նշանակում է ինչ որ ցանես, այն էլ կհնձես։ Աջեղջյուրը գիտի, որ առանց քրտնաջան աշխատանքի ոչինչ իրեն չի տրվում։ Եթե ամփոփելու լինեմ միֆոլոգիան, աջեղջյուրի մեջ ապրում է պանի վախը, խուճապը, որը նրանք թաքցնում են սառնասրտության տակ, եւ Ամալթեայի առատությունը, նրանք ձգտում են նյութական ապահովության եւ Սատուրնի իմաստությունն ու խստությունը։ Ուրեմն եթե մենք նայենք, թե ինչ է թաքնված իրականում աջեղջյուրի կերպարի մեջ, ապա պետք է ասեմ, որ հին բաբելոնյան եւ պլատոնական հունական ավանդույթներում հավատում էին, որ երկնքում կա երկու հիմնական դարպաս, որոնցով անցնում են մարդկային հոգիները։ Խեցգետնի դարպաս, որով հոգիները ուրեմն վերևից իջնում էին երկրի մակարդակին, մարմնի մեջ ծնվելու համար, մուտքի դարպաս էր դա համարվում, եւ աջեղջյուրի դարպաս, որով մահացածների հոգիները բարձրանում էին վեր դեպի աստվածների աշխարհ եւ անմահության, ուրեմն ելքի դարպաս էր համարվում։ Այդ պատճառով աջեղջյուրը համարվում էր հոգեվոր ամենաբարձր հասունության եւ մաքրագործության նշան։ Ձմեռային ուրեմն արևադարձի գաղտնիքը, աջեղջյուրների ժամանակաշրջանը սկսվում էր դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 22, այսինքն ձմեռային արևադարձի օրը։ Սա տարվա ամենակարճ օրն է եւ ամենաերկար գիշերը։ Միֆոլոգիայում սա խորհրդանշում է լույսի ծնունդը խավարի մեջ։ Այս օրվանից հետո օրերը սկսվում են երկարել, սա բացատրում է, թե ինչու է աջեղջյուրը օժտված անհավանական ներքին ուժով։ Նրանք կարող են հույս եւ լույս գտնել կյանքի ամենամութ եւ ամենադժվարին պահերին։ Սա նաեւ երիտասարդացնող նշան է Սատուրնի ժամանակ, ուրեմն Սատուրնի ժամանակի աստծո ազդեցության պատճառով աջեղջյուրների մասին կա մի հետաքրքիր ֆենոմեն, որը կոչվում է հակառակ ծերացում։
Ուրեմն մանկության եւ երիտասարդության տարիներն անհաճախ շատ լուրջ եւ պատասխանատու են, նույնիսկ մռայլ, կարծես փոքրիկ մեծահասակներ լինեն։ Եվ տարիքի հետ, երբ նրանք արդեն հասունանում են, իրենց նպատակներին արդեն վերաբերվում են ավելի հասուն, ապա Սատուրնը թուլացնում է իր ճնշումը։ Արդյունքում այդ եղջյուրները ուրեմն տարեց հասկանում, դառնում են ավելի թեթև, կատակասեր, կենսախինդ եւ արտաքնապես ավելի երիտասարդ են երևում, քան իրենց տարեկիցները։ Տոտեմային ուրեմն թռչյունը կռունկն է իրենց, բացի այծից ու ձկից, հին մշակույթներում այդ եղջյուրի հետ ասոցացվում էր նաև կռունկը։ Այս թռչյունը խորհրդանշում էր բարձր կենտրոնացում, զգոնություն եւ երկարակեցություն, ինչը լիովին համապատասխանում է Սատուրնի տարվա կամ Սատուրնի տված հատկանիշներին եւ Սատուրնի ամսի ծնվածներին։ Իդեպ ասեմ, որ Սատուրնը հիմնականում ոչ միայն այդ եղջյուրների մոլորակն է, այլև պետք է ասեմ, որ 8 թվանշանով ծնվածները եւ շաբաթ օրվա ծնվածները գտնվում են Սատուրն մոլորակի հովանու ներքո։ Այսքանը այդ եղջյուրների միֆոլոգիայի մասին։